Այսօր զրուցում ենք բոլորին դեմ եմ քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես սկսենք Տիկին Կարապետյանց, բոլորին դեմ եմ անվանումը ինքնին արդեն բողոքի ձայն է։ Սա զուտ անդիմադիր կեցվածք է, թե ունի հստակ քաղաքական օրակարգ իշխող կուսակցությանը եւ բացի դա հիշեցնում է բողոքի, այսպես ասած, ժեստ, ինչպես ռոք երաժշտությունն է, եւ այդ մասին են խոսում նաեւ ձեր սիմվոլիկայի մասին կխոսենք ավելի ուշ, նախքան այդ խոսենք, թե ինչու եք բոլորին դեմ։ Տեսեք, բոլորին դեմ եմ ստեղծվեց իսկապես որպես նախաձեռնություն, հիմա այլևս գրանցված կուսակցություն, ոչ միայն պետռեգիստրում գրանցվել ենք որպես կուսակցություն, այլև կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել ենք որպես ընտրություններին մասնակցող կուսակցություն, մենք ունենք թիվ համար 2-ն ենք եւ հետեւաբար մասնակցելու ենք նաեւ ընտրություններին։ Որտեղից ծագեց բոլորին դեմ եմ տրամաբանությունը, այդ միտքը գաղափարը, որովհետև տարիներ շարունակ մենք ունեցել ենք ընտրություններին չմասնակցող մոտավորապես տենց 40-ից 50% մարդիկ, ովքեր չեն գնացել ընտրությունների, ամենայն հավանականությամբ բոլորին դեմ լինելով, այլապես եթե դու ունես նախընտրած թեկնածու ու կարևորում ես այդ հարցը, դու գնում ես անձրև լինի, ձյուն լինի, ինչ լինի, դու գնում ես քո այսպես նախընտրած թիմին ձայնը տալու։ Սա փաստ է, հատկապես պատերազմից հետո բավականին լուրջ խնդիր առաջացավ ու դժվարություններ առաջացան ու մարդիկ սկսեցին ավելի շատ, չգիտեմ, խնդիրներ տեսնել ու ցանկություն չունենալ ընտրություններին մասնակցելուց, դա մեծագույն խնդիր է, որովհետև եթե մարդիկ չեն գնում ընտրությունները շատ փոքր թվով մարդիկ են ի վերջո տալիս լուծումները։ Եվ այդ բոլորին դեմ եմ տրամաբանությունը թիմի մեջ կար։ Մարդիկ, ովքեր երկար ճանապարհ էին անցել, մարդիկ, ովքեր լավ կրթություն էին ստացել, ունեին հիմնադրված բիզնեսներ, օրինակ IT ոլորտում, մարդիկ, ովքեր մասնակցել էին որպես կամավորներ պատերազմին, հասկացել էին, որ իրանց ներսում էլ կա այդ բոլորին դեմ եմ տրամաբանությունը ու որոշել էին անցնել քաղաքական process-ով, որովհետև հասկացել էին, որ քաղաքացիական անհնազանդություններով, քաղաքացիական ինչ-որ գործունեության տեսակներով բավարար չի երկրում վիճակ փոխելու համար։ Դու պիտի քեզ վրա վերցես, ուզում ես լավ բան անես, ինքդ քո վրա պատասխանատվություն վերցու, ստեղծի թիմ ու քայլ առ քայլ գնա առաջ։ Ու ստեղծվել էր բոլորին դեմ եմ կուսակցությունը, որը պատրաստվում է մասնակցել նաև ընտրությունների։ Ձեր պոտենցիալ ընտրողը, եթե չեմ ճիշտ հասկացա ավելի ճիշտ, այն մարդիկ են, ովքեր հիասթափված են եւ իշխանությունից եւ ընդդիմությունից։ Այո, մենք ենթադրում ենք, որ հենց այդ մարդիկ պիտի լինեն եւ նաև մարդիկ, ովքեր հասկանում են, որ միայն տնտեսական տոկոսային ինչ-որ այսպես բարձրացնելու ինչ-որ բան փոխելու, այսինքն տնտեսական պրոյեկտները բավարար չեն այս երկրում ռեալ փոփոխություններ անելու համար, դրա համար անհրաժեշտ են ավելի խորքային փոփոխություններ։ Ասել, որ բոլորին դեմ է մի թիմի առաջարկը բավարար է ամբողջությամբ իրավիճակը երկրում փոխելու համար ոչ, բայց սա առաջին քայլն է, որը հնարավորություն է տալու փոքր թիմերին, փոքր նորաստեղծ կուսակցություններին նոր մարդկանց գալ մտնել քաղաքականության մեջ, որովհետև ես վստահ եմ, շատերն են կարծում, որ մենք սերնդափոխության, քաղաքականության մեջ սերնդափոխության կարիք ու անհրաժեշտություն ունենք։ Ձեր թիմակիցները հիմնականում նոր սերնդի ներկայացուցիչներ են։ Հիմնականում, այո, հարաբերական իհարկե երիտասարդներ են, որովհետև կարծում եմ 30-35 տարեկանը դա ամենալավ տարիքն է այդ հասուն կայացած, գիտակցված, բնականաբար քաղաքական process-ներին մասնակցելու փորձառություն չունեն, բայց ներքին, գիտեք, արժեհամակարգերը, որոնք իրենք կրում են, պատասխանատվությունը, որոնք իրանք մոտեցել են բոլոր ժամանակներում, սկսած պատերազմին անձնապես մասնակցելուց վերջացրած Հայաստանում հնարավորություն ունենալով դուրս գնալ Հայաստանից, մնալ Հայաստանում ու Հայաստանում ստեղծել բիզնես, զարգացնել այդ նույն IT ոլորտը զարգացնել Հայաստանում, ես կարծում եմ սա բավարար հիմք է սկիզբը դնելու համար, քաղաքական process-ներում մտնելու եւ հետո երկարատև ժամանակով լինել նաեւ քաղաքական գործընթացներում։ Դուք պահանջում եք արմատական վեթինգ։ Ինչպես եք պատրաստում դա իրականացնել, որպեսզի չվերածվի քաղաքական վենդետայի։ Տեսեք, բոլորին դեմ եմ թիմը շատ կոնկրետ գործողություններ է առաջարկում։ Ես կողմնակից եմ, որպես իրավապաշտպան միշտ ասել եմ, որ մենք վեթինգի ու լուստրացիայի կարիք ունենք, արտադրության ոլորտի մասին եմ տարիներ շարունակ խոսել, թե նախկին իշխանությունների, թե ներկա իշխանությունների, ենթադրում եմ, որ հաջորդ բոլոր իշխանությունների ժամանակ եմ խոսելու, եթե այդ փոփոխությունները չլինեն։ Բայց բոլորին դեմ եմ թիմը եկել գալիս է ընդամենը 100 օրով
եւ գալիս է շատ կոնկրետ փոփոխություններ իրականացնելու։ Մենք ասում ենք եկեք ընտրական օրենսգրքում փոփոխություններ անենք միայն ընտրական օրենսգրքում եւ շեմը իջեցնենք 1%, որպեսզի նոր թիմերը, նոր քաղաքական թիմերը եւս հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին։ Մենք ասում ենք եկեք հանենք կայուն մեծամասնության կետը, որը գիտեք մի տեսակ ոնց որ երաշխիք է ցանկացած մի թիմի, որը մի քիչ ավելի մնացածից ավելի ձայն է ստանում ու կարողանում է ամբողջ իշխանությունը վերցնել իր ձեռքը եւ առաջարկում ենք ավելացնել բոլորին դեմ եմ քվյաթերթիկը, արդեն ոչ թե որպես կուսակցություն, որը մենք հիմա գրանցվել ենք, որովհետեւ մեր կուսակցությունը ժամանակավոր ալնելու։ Մենք խոստացել ենք, որ այս ընտրությունների մասնակցելուց հետո մենք կինքնալուծարման ճանապարհով ենք։ Օր եւ 100 օրից հետո մենք գնալու ենք լուծարման ճանապարհին։ Ինչու է կարևոր բոլորին դեմ եմ քվյաթերթիկը, որովհետեւ մարդիկ, ովքեր իրենց դժգոհություն ուզում են արտահայտեն, բայց չեն ուզում դուրս գալ փողոց, այդ միտինգները չեն ուզում դրան մասնակցել։ Իրենք պիտի հնարավորություն ունենան իրենց դժգոհությունը արտահայտեն բոլորին դեմ եմ քվյաթերթիկ ունենալով, որպեսզի գան ու քվյարկեն, ու դա զուտ քվյարկություն չի լինելու։ Դա լինելու է, որ ինչքան տոկոս հավաքեց բոլորին դեմ եմ քվյաթերթիկը, այդքան տեղ ազատ է մնալու պարլամենտում։ Ու թե իշխանություն լինի, թե ընդդիմություն լինի, իրենք պիտի չհոգնեցնեն ընտրողին։ Իրենք պիտի սիրտը շահեն, պլաններ, ծրագրեր բերեն հետագայում, որպեսզի այդ բոլորին դեմ քվեարկողները իրենց ձայնը տան, ոչ թե գնան բոլորին դեմ եմ քվեարկեն։ Նախնական զրույցում դուք ասացիք, որ ձեր թիմում ներգրաված են հիմնականում պատերազմի մասնակից տղաներ։ Իսկ ժողովրդին այսօր ընտրողին ամենաշատը հուզում է անվտանգությունը։ Ինչպես եք պատկերացնում կամ ձեր տեսլականը որն է անվտանգային տեսանկյունից։ Հանուն արդարության եկեք ասենք, որ մենք գալիս ենք ընդամենը 100 օրով եւ մեծ պրոյեկտներ ստեղծելու ժամանակ մենք չենք ունենալու, բայց գրեթե բոլոր ովքեր մենք թիմում կան, իրենք համապարփակ անվտանգության համակարգի կողմնակիցներ են։ Ասելա թե ամբողջ բեռը չի կարող մնալ միայն զինվորի վրա, 18-ից 20 տարեկան զինվորի վրա չի կարող այդ բեռը մնալ։ Դա անարդյունավետ է, դա մեզ համար բավարար չի պաշտպանությունը ապահովելու համար երկրի եւ դա անբարոյական է, որովհետեւ դու չես կարող ամբողջ բեռը դնել ընդամենը այդ 2-3 տարի, 18-ից 20 տարեկան երեխաների տղաների վրա։ Բնականաբար համապարփակ անվտանգային համակարգը ինքը նախատեսում է շատ մեծ լայն խորքային աշխատանք բոլոր ուղղություններով։ Մենք այդ 100 օրում ցավոք սրտի անել չենք հասցնի, բայց քանի որ մեր տղաները Բայց ունեք առաջարկներ գոնե։ Այո, ծրագիրը ինքը մշակված է, այդ մշակմանը մասնակցել են նաև նրանք, ովքեր հիմա բոլորին դեմ եմ թիմից են, եւ իրենք պատրաստվում են շարունակական լինել քաղաքականության մեջ։ Ես որպես վարչապետի տեխնացու, եթե մեր պրոյեկտը ստացվեց, եթե ես դարձա վարչապետ, ես ընդհանրապես ապահովելու եմ այդ 100 օր հետո տեղի ունեցող ընտրությունների անաչառությունն ու ինչ ասեմ, վստահելիությունը, քանի որ ես 10 տարի վերցրել եմ ինձ վրա պարտականություն 10 տարի չզբաղեցնել որևէ ընտրովի կամ նշանակովի քաղաքական պաշտոն, դա նշանակում է, որ ես որևէ հետաքրքրություն, շահագրգռվածություն չեմ ունենալու որևէ թիմին աջակցելու, բայց մարդիկ, ովքեր այդ պրոյեկտը մշակել են համապարփակ անվտանգության, իրենք նպատակ ունեն քաղաքականության մեջ լինելու շարունակական, հետեւաբար իրենք հաջորդ քայլով են անելու։ Այս փուլում մենք որոշել ենք, որ մենք կարիք ունենք սերնդափոխության լայն իմաստով եւ ինչ որ փոփոխություն անում, մենք չենք անում միայն մեզ համար։ Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր փոքր թիմերը, ովքեր թեկուզ հիմա նորաստեղծ թիմեր կան, որոնք մասնակցում են ու կա մեծ վտանգ, որ կարող է 4%-ի շեմը չկարողանան հաղթարել, այ իրենց էլ անգամ օգնելու։ Այսպիսի քաղաքական, մաքուր քաղաքական պրոյեկտ մեր պատմության մեջ չի եղել։ Ես կարծում եմ, որ կարելի է 100 օր վստահել այն թիմին, որը հանձնառնում գալ փոփոխություններ անել, որը կազդի եթե չասեմ բոլորի, ապա շատ շատերի վրա ազդեցություն կունենա եւ հետո 100 օր հետո, ընդամենը 100 օր հետո նորից գալ ընտրությունների, նորից մասնակցել ու հնարավորություն ունենալ պետության կառավարման լծակներ ունենալ ձեռքում։ Սա կարծում եմ շատ լավ պրոյեկտ է լինելու։ Տեսեք, դուք ասում եք, որ առաջարկներ ունեք ամեն դեպքում, առաջարկների ծրագիր փաթեթ ներկայացնելու եք։ Այս 3 կետն է լինելու։ Այս 3 կետերից զատ, որ մենք խոսում ենք ընտրական օրենսգրքում փոփոխություն անելու, սրանի այդ 100 օրում մենք պատրաստվում ենք դա անել։ Խորքային փոփոխություններ մենք չենք հասնելու փոփոխություններ իրականացնել, որովհետև նախ նման նպատակ չունեն, որտեղ եթե դու գալիս ես 100 օրով, դու չես կարող քեզ վրա վերցնել այնպիսի պատասխանատվություն, որը
երկարատև խնդիրներ կամ գուցե դրական ինչ-որ process-ներ կարող առաջացնել։ Դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք այդ 100 օրվա ընթացքում ուղղակի մորատորի հայտարարել բոլոր այդպես կտրուկ շարժումների վրա։ Մենք ուղղակի պրոյեկտը կանենք այդ 100 օրվա հետո ու նոր հաջորդ եկող իշխանությունները հնարավորություն կունենան իրանց պրոյեկտները առաջարկել եւ իրանց պրոյեկտները իրականացնել։ Այլ խնդիր է, որ բնականաբար, եթե օրինակ տեսնենք ANIF-ի նման մի հատ պրոյեկտ, որը ակնհայտ է, որ հակաիրավական է, կամ այլ բնույթի կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող ինչ-որ պրոյեկտներ լինեն կամ անվտանգային խնդիրներ, բնականաբար մենք դրան արձագանքելու ենք։ Իմ մնացած բոլոր հարցերը ըստ էության վերաբերում են ձեր դիրքորոշմանը։ Ընտրողին գոնե հետաքրքրում է ինչ դիրքորոշում դուք ունեք, որպեսզի որոշեն գան ձեր հետևից, թե չէ։ Նախ առաջին սովորական քաղաքացուն դուք ինչ կարող եք առաջարկել սոցիալական առումով գնաճի եւ անվտանգության, նույն խոսեցինք անվտանգության մասով, բայց անարդարության գոնե դեմ պայքարի մասով։ Ամենակարևոր հարցը այս պարագայում, որը մենք գալու ենք փոփոխություն հասցնենք անենք, դա մարդու ընտրելու իրավունքն է։ Արդարադատության փոփոխությունը դա երկարատև process է լինելու։ Դրան պարտադիր չի, որ դու մասնակցես, որ պաշտոն զբաղեցնես, որպեսզի այդտեղ փոփոխությունը շատ լավ է, երբ որ կլինի իշխանության կան մարդիկ, ովքեր նման քաղաքական միտք ու գաղափար ունեն, բայց փոփոխությունները կարելի է նաև այլ process-ներով փորձել իրականացնել։ Հիմա սոցիալական պատետների մասին հանուն արդարության 100 օրում ազնիվ չի լինի, եթե մենք ինչ-որ մեկին ինչ-որ բան խոստանանք։ Նախ մենք պատրաստ չենք դա անելու, մենք ազնվորեն ասում ենք, որ մենք դա… Իսկ մտածել եք այդ ուղղությամբ։ Երբ որ մեր շարունակական 100 օր հետո կլինեն արդեն այլ պրոյեկտներ, իհարկե իրենք առաջարկները կունենան։ Այս իմաստով ազնիվ չի լինի մարդկանց մոլորության մեջ դնելը։ Որն է Հայաստանի ամենամեծ սխալը վերջին 5 տարում։ Քաղաքական էլիտաներ չձևավորելը։ Սա ամենամեծ ու ցավալի process-ն է, որը մենք 35 տարվա կտրվածքով ազգային քաղաքական էլիտաներ ձևավորելու հարցում որևէ քայլ, որևէ իշխանություն չի արել։ Երբևէ չենք ունեցել։ Իսկ վերջին 5 տարվա կտրվածքով եթե գնահատեք, անվտանգային խնդիրները իհարկե շատ կարևոր եւ իսկ վերջի 8 տարվա կտրվածքով մենք կարող ենք արդարադատության համակարգում ունենալ փոփոխություններ, որովհետև նման հնարավորություն 18 թվականը ստեղծել էր, բայց ոնց հասկացաք նման նպատակ չի եղել ու դա շատ շուտ հասկանալի դարձավ, որովհետև խնդիրը թերևս նրա մեջ չէր, որ մենք չունենք արդար դատական համակարգ կամ չունենք ոստիկանություն, որը իր այսպես պարտականությունների սահմաններում գործողություններ իրականացնում։ Ուղղակի դժգոհությունը հետևյալի մեջ էր, որ կային ինչ որ մարդիկ, ովքեր ապօրինի հրամաններ էին տալի ու բռնության էին ենթարկում իրանց կամ հետապնդումների, հիմա իրանք երբ որ այլ խումբ է նստած այնտեղ եւ այլ խումբն է տալիս հրամաններ ուրիշների նկատմամբ են հետապնդում եւ բռնություն իրականացնում, կարծես թե շատ հաշտ են եւ գոհ են այդ process-ներից։ Այսինքն այս process-ը փոփոխելու 18 թվականից հետո հնարավորություն կար, ցավոք սրտի դա չի արվել։ Եվ չի արվի այնքան ժամանակ նորից, քանի դեռ մենք չենք հանգել են եզրակացության, որ իշխանությունը ինչ որ մի խումբ մարդկանց համար չի, իշխանությունը դա պատասխանատվություն է, դա պարտավորություն է եւ դա պիտի ինչ որ չափով նաեւ սահմանափակված լինի, որպեսզի մեկ անձի որոշումներով երկիրը չկառավարվի։ Այ մեր առաջարկը հենց այդ դրան է ուղղված։ Հիմա առանց վիրավորելու մեկ բառով իշխանությանը բնութագրեք։ Չի ստացվի, դժվար կլինի, ես եթերից նախընտրում եմ անպատասխանատու, եկեք այսպես ասենք, անպատասխանատու, եթե չասեմ դավաճան։ Իսկ նախկիններին դարձյալ մեկ բառով անհեռատես մի բառով, բայց մի քիչ պիտի բացեմ, ինչու անհեռատես, որովհետև երբ դու չես դնում հիմքերը արդար դատական համակարգի, դա վերադառնում է քեզ բումերանգի նման։ Երբ դու չես փորձում ստեղծել ազգային էլիտաներ, իշխանության են գալիս հասնում նրանք, ովքեր քո ազգի հետ որևէ կապ չունեն։ Դա այդ իմաստով անհեռատեսություն է։ Իշխանությունն է ավելի վտանգավոր թե նախկինները։ Հանուն արդարության ես կարծում եմ երկուսին էլ հասարակությունը մեր մերժել է որպես ժողովուրդ, որպես քաղաքացի։ Հիմա դա է պատճառը, որ մենք մեզ վրա պատասխանատվություն ենք վերցրել եւ որոշել ենք այս գործընթացը սկսել, որպեսզի մեր հասարակությանը վերադարձնենք հավատը, որ ժողովուրդը կարող է եւ ի վիճակի է փոփոխություններ անելու, որ ժողովուրդը կարող է գտնել նաեւ նրանք, ովքեր որ կողմնորոշված են, մենք իրանց հետ խնդիր չունենք, նրանք ցանկացած թիմի ձայներ տալու հետ մենք խնդիր չունենք, բայց նրանք, ովքեր որ դժգոհ են, ովքեր որ չեն գտնում այն թիմը, որին կվստահեն թեկուզ առաջին քայլը այս պահին փոփոխությունների գնալու, ես կարծում եմ, որ այդ մարդկանց պետք է առաջարկ անել ու մենք այդ ճանապարհով ենք գնում։ Ամեն դեպքում Եվրամիություն թե ԵԱՏՄ։
Դե եթե իմ անձնական կարծիքը ասեմ ոչ որպես վարչապետի տեխնացու, բնականաբար արևմտյան արժեքները ինձ համար շատ ավելի հոգեհարազատ են, բայց բոլորին դեմ եմ թիմը այս պահի դրությամբ չի կարող նման պատասխանատու ոչ հայտարարություն անել, ոչ էլ պատասխանատվություն ստանձնել, որովհետև մենք նորից ընդամենը 100 օրով իշխանություն ենք խնդրում փոփոխություններ սկսելու համար։ Հիմա ձեր սիմվոլներին անդրադառնանք, դուք իրավաբան եք, հետաքրքիր է իմանալ Սպայդերմանի եւ մյուս կերպարների համար, որ դուք օգտագործում եք ձեր տեսահոլովակներում եւ այլն, հեղինակային իրավունք պաշտպանում եք։ Դա խնդիր է, պետքա մի հատ քննարկել, լավ հարց տվեցիք, քանի որ այս հարցով զբաղվում են մեր կրեատիվ խումբն, զբաղվում, ես անկեղծ ասած, այս պահին պիտի մտածել ու քննարկել այդ հարցը, բայց մեր, այսպես ասած, գիտեք, բողոքի ձայնը, որը մենք կատակով իհարկե փորձեցինք կատակի բան մտցնել մեջը եւ կենտրոնական դրական հանձնաժողով մեր այսպես սուպերհերոսները ներկայացան եւ Սպայդերմենը ներկայացավ ԿՀ մենք չենք սպասում որ այս տեսակ տարածում եւ արձագանք կգտնի մենք երբեք նպատակ չենք ունեցել սկզբանե ունենալ Սպայդերմենին մեր լոգոյի նման հա օգտագործել բայց ստացվեց այդպես ու մենք շատ ուրախ ենք այդ մյուս հարցերը պետքա քննարկել իրականում հա ես կարծում եմ որ կարող է դժվարություններ լինեն Շատ լավ եթե ընտրությունների արդյունքում որևէ ուժ չստանա բացարձակ մեծամասնություն պատրաստ է կոալիցիա կազմել եւ ում հետ Ես գրեթե վստահ եմ, որ որևէ մեկը չի կարողանալու բացարձակ այսպես իշխանություն ստանալ, այսինքն 51+ ձայներ չի կարողանալու հավաքի, ամենայն դեպս մինչև այս պահը բոլոր հարցումները ցույց են տալիս, որ որևէ կողմ չի կարողանալու դա անել, իշխանության դեպքում, չգիտեմ, իրանք կգնան ծայրահեղ մեթոդների հին ավանդական մեթոդները կամ ավելի կրեատիվ մեթոդներ կմտածեն կեղծիքներով այդ ամենը ձևակերպելու թե չէ, բայց վստահ եմ, որ չեն հավաքելու։ Հետևաբար, այո, կոալիցիաներ մենք նախատեսում ենք կոալիցիաներ, բայց սա մի տեսակ վերջնագրի նման է հնչում, բայց մեր տրամաբանությունը հետևյալն է։ Մեր վարչապետի տեխնացուն, մեր պրոյեկտը ընդամենը 100 օր փոփոխություններ անում ենք եւ մենք սիրով կազմակերպում ենք նոր ընտրություններ, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան գալ նորմալ առանց ադմինիստրատիվ ռեսուրսների, առանց պետական բյուջետի չարաշահումների, առանց ՀՄԷԿ-ը օգտագործելու որպես օրվա իշխանության համար ռոպագանդայի միջոց ու ելի բազմաթիվ չարաշահումներ առանց այդ ամեն ինչի նոր ընտրություններ կազմակերպել, որտեղ կարելի է ասել հարաբերական իհարկե, որտեղ հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար, որտեղ ֆինանսական մասով պարզ է, որ բոլորը հավասար պայմաններում չեն լինելու, բայց գոնե այդ ադմինիստրատիվ ռեսուրսի չօգտագործում իշխանությունների կողմից ակնհայտորեն շատ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի շատ մեծ թվով մարդկանց համար։ Մի տեսակ հակասություն չզգացիք ձեր անվանման եւ կոալիցիա կազմելու հետ կապված հարցի պատասխանի։ Ճիշտ եք ասում, մենք դեմ ենք բոլորին։ Իմիջիայլոց ինչու ենք բոլորին դեմ եմ, այդ հարցն մի քիչ չբացեցի միջև վերջ։ Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր որ խաղի այս կանոնները պատրաստ են ընդունել որպես լավ խաղի կանոններ։ Մենք համարում ենք, որ սրանք անարդար խաղի կանոններ են եւ սրանք պետքա փոխել։ Այդ իմաստով ենք մենք բոլորին դեմ, թե չէ մենք մեր ժողովրդին, մեր հասարակությանը, մեր պետությանը պարզ է, չէ՞ որ դեմ չենք, որտեղ մարդիկ որ պահից որ մենք սկսեցինք մեզ պահել այնպես, ինչպես պահել են ուրիշները, մենք մեզ էլ ենք դեմ լինելու ու դա մեր ներսում շատ քանի որ ազատ մարդիկ են, քանի որ պատերազմ անցած դժվարություններ տեսած, կայացած մարդիկ են, իրենց ներսում արժեհամակարգ կրող մարդիկ են, դուք պիտի տեսնեք ինչ դժվարություններով են անցնում մեր զրույցները։ Այսինքն դու չես կարող գալ որևէ մեկին հանձնարարություն կամ պարտադրանք դրսևորել։ Բոլորը հավասարապես պատրաստ են իրենց տեսակետը պաշտպանելու եւ բոլորը պատրաստ են հանուն այն սկզբունքների, այն արժեքների, որոնք որ հիմնադրել են հանուն դրանց իրենք պատրաստ են պայքարելու յուրաքանչյուրը։ Այնպես որ ես շատ կցավակցեմ նրանով կփորձի մեր ներքին կանոնները կամ մեր ներքին խոստումները կամ հանրայնորեն տված մեր խոստումները խախտելու, ես այդ մարդկանց շատ կցավակցեմ։ Շատ լավ, ինչու քաղաքացին պետք է ընտրի հենց ձեզ եւ ոչ թե նստի տանը եւ լռելային, ինչպես ասում են, բոլորին դեմ քվեարկի։ Որովհետև եթե քաղաքացին նստեց տանը ու չեկավ, կնշանակի, որ ավտոմատ իրենք աջակցում են մասնավորապես տվյալ դեպքում գործող իշխանությունների, անկախ անուն ազգանուններից, դա էլ կարևոր չի։ Որովհետև երբ որ դու չես գնում ընտրությունների, մասնակիցների կազմով, հա, ինչքան որ մարդ մասնակցել է ընտրությունների,
դրա տեսակարար կշիռում շատ ավելի մեծ է լինելու օրվա իշխանությունների հավաքած ձայները։ Երբ որ մեծ թվով մարդիկ գնան, տեսակարար կշիռով շատ ավելի քիչ է լինելու։ Այսինքն, երբ որ մարդիկ ասում են ես ընտրությունների չեմ գնում, ես չեմ ուզում այս ամեն ինչին մասնակցել, ու իրանց թվում է թե իրանք չեն աջակցում իշխանություններին, իրանք չարաչար սխալվում են։ Իրենք չմասնակցելով գալիս են այդ process-ին օրվա իշխանություններին օրինակ բան անելու, հա, տվյալ դեպքում աջակցելու։ Երբ որ դու գալիս ես ընտրությունների, մենք իդեպ երբ որ խոսում ենք ու միտքը տարածում ենք, մենք ուղղակի նախ եւ առաջ խնդրում ենք մարդկանց գնալ ընտրությունների։ Սա բացառիկ կարեւորություն ունի։ Կապ չունի թե դուք ում ձայնը, կապ ունի, իհարկե լավ կներ մեծ տայք իհարկե, բայց էականը նա է, որ դուք գնաք մասնակցեք ընտրությունների։ Ինչու հենց մեզ պիտի տան ձայնը, ինչու ենք մենք խնդրում մեզ տալ ձայնը, որովհետեւ մնացած պրոյեկտները գալիս են 5 տարով։ Իրենք 5 տարվա պրոյեկտներ ունեն։ Հիմա այդ 5 տարում Սահմանադրությունը չփոփոխված, լծակներ ազդեցության հնարավորություններ չունելու պայմաններում շատ մեծ խնդրեմ է ժողովրդի մոտ լինում։ Լավ, ասենք մի անգամ բախներս բերեց, բարեխիղճ մարդ եկավ իշխանության ու բարեխիղճ կառավարեց, ինչ որ process-ներ, իսկ հաջորդ անգամ ինչ ենք անելու։ Իսկ եթե խախտեց իր խոստումները, ինչպես մենք տարիներ շարունակ տեսել ենք, հատկապես այս վերջերս։ Իսկ եթե իրանց տված խոստումներին հակառակ խոստումներ իրականացրեցին, ինչ ենք անելու։ Նորից պիտի փողոց դուրս գան, նորից փողոցային պայքար պետք։ Մենք հոգնել ենք այդ ամեն ինչից։ Մենք առաջարկում ենք ստեղծել ազդելու լծակներ, փոքր լծակներ այս փուլում, որպեսզի կարողանանք որպես քաղաքացի, որպես այս երկրի համար սրտացավ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր բոլորին արդեն դեմ են ու դա դրսևորում են չմասնակցելով, գան ու մասնակցեն ընտրությունների։ Շատ լավ, եւ վերջում ձեր ուղերձը ձեր ընտրողներին։ Գրեթե ասացիք ինչ որ ասելու եք, բայց եթե ավելացնելու ինչ որ որևէ բան կա, հիշեցեք ձեր համարը, միգուցե եւ այլն։ Սիրելի ժողովուրդ, նախ եւ առաջ պետք է գնալ ընտրությունների, որտեղ ընտրություններին չմասնակցելը դա շատ լուրջ խնդիր է լինելու։ Ձեզ չեն թողելու, դուք չեք մնալու դուրս այդ խաղից։ Այն բոլոր արգասիքները, հետևանքները, որոնք տեղի են ունենալու այս երկրի հետ, ազդելու են նաև ձեր վրա, եթե դուք չգնացիք ընտրությունների։ Դուք դառնալու եք այդ ամեն ինչի զոհը, հետևաբար գնալ ընտրություններին շատ պարտադիր է։ Եվ մեզ տալ մեզ ձեր ձայնը համար 2-ին բոլորին դեմ եմ կուսակցությունը, որովհետև մենք խնդրում ենք ձեզանից կուսակցությունը, խնդրում եմ ձեզանից ձայներ, որպեսզի կարողանա փոփոխություններ բերի, որոնք ազդեցություն կունենան բոլորի վրա, բոլոր ուժերի, բոլոր նոր ուժերի վրա, որովհետև մենք կարիք ունենք քաղաքական սերնդափոխության, որակյալ արժեհամակարգ կրող սերնդի փոփոխության։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ, հաջողություն եմ մաղթում ընտրություններում։ Մենք զրուցում էինք բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ իրապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Ցտեսություն։